Աստված օգնական, սրբազան։ Լավ է։ Բարկասա։ Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ նախընտրական քարոզարշավը սկսած մեր քաղաքը դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանի հանդիպումները ակտիվ փուլում են։ Քաղաք, որին արժանի ես դու կարգախոսով ավականու արտահերտ ընտրությանը մասնակցող քաղաքապետի թեկնածուն գյումրեցիներին է ներկայացնում նախընտրական ծրագիրը ու վստահեցնում է, եթե կա խնդիր, կա նաև իրատեսական լուծում, ասում է դրա համար կամք, սրտացավ վերաբերմունք ու ցանկություն է պետք։ Եթե լինի պայքարող տեսակ, քաղաքը ունենա պայքարող քաղաքապետ, ապա անպայման ունենալու ենք այդ խնդիրների լուծումները, իսկ խնդիրները բոլորս գիտենք, փողոցաշինություն, բնակարանաշինություն, անոթ տևաների խնդիրներն են այսօր շատ կարևոր, տարբեր տեսակի լիքը խնդիրներ ունենք, բայց այդ բոլոր խնդիրներին ունենք հստակ ծրագրեր, ունենք հստակ պատասխաններ։ Մարտի 35 գնալով ընտրատեղամաս Գյումրեցին պետք է քվեարկի ոչ միայն նախընտրական ծրագրերում ներառված գեղեցիկ խոստումների համար, այլև ուշադրություն դարձնի խոստում տվող թեկնածուի անցած ճանապարհին ու կատարած աշխատանքին։ Հուսանք, որ այս ընտրություններին կունենանք հաջողություն եւ քաղաքապետի կարգավիճակով կպահանջեն, որ այն խոստումները, որ քաղաքական ուժերը որ տվել են, իրենց հետ միասին փորձենք այդ խնդիրներին լուծում տալ։ Նաեւ ասեմ, որ հետևելու են բոլորի նախընտրական ծրագրերին, բոլոր թեկնածուների, խելամիտ ծրագրերը, ովքեր որ ներկայացրել են, իրենց հետ միասին, անկախ նրանից, որ ուժն է այդ ծրագիրը ներկայացրել, եթե իշաքաղաքի ծրագիր է, ուրեմն իրենց հետ միասին այդ ծրագրերը իրականացնելու են։ Տիմ ու համապետական ընտրություններին բազմիցս մասնակցած Մարտուն Գրիգորյանի գնահատմամբ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր ու ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ ճնշումներ միշտ էլ եղել են։ Ասում է, ընտրապայքարի մեջ մտնելուց առաջ քաջ գիտակցել է իրավիճակն ու պատրաստ է պատվով հաղթահարել բոլոր դժվարությունները։ Վստահեցնում է, թե նախընտրական եւ թե հետընտրական շրջանում հետքայլ չի անելու եւ տեր է կանգնելու ժողովրդի իրեն վստահված քվեին։ Ես պայքարող տեսակ եմ, ես պատրաստ եմ, մտել եմ պայքարի մեջ, պայքարելու եմ, փորձելու են տրամադրություն ստեղծել, վախի մթնոլորտ ստեղծել ժողովրդի մոտ, բայց ես կարծում եմ, որ մենք ընդդիմադիր թեկնածուներս կկարողանանք մեր գյումրեցիներին բացատրել, որ սադանան այդքան վախենալու չէ, ինչքան իր անունը։ Միացյալ Հայաստան ու Հայրենիք կուսակցությունները ներառող մեր քաղաքը դաշինքը արտահերտ ընտրությանը մասնակցում է 34 հոգանոց ցուցակով։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։